Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր մենք խոսելու ենք թաքուն բանակցությունների մասին, որոնք տեղի են ունենում Միացյալ Նահանգների եւ Եմենի միջև, ինչպես նաեւ Իսրայելի եւ Սիրիայի միջև, եւ այսօր վերականգնում է նաեւ բանակցությունները, որը Թուրքիայի եւ Իսրայելի միջև Բաքուում է տեղի ունենում։ Միանգամից 3 կարևոր բանակցությունների հարթակ ունենք եւ տարբեր արդյունքներով, որի մասին խոսելը վերլուծելը կարծում եմ շատ կարևոր է։ Առաջի հերթին կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանությունները, սա շատ կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Ինչպես նաև ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշված կրիպտոարժույթների եւ PayPal-ի հասցեների միջոցով։ Հարգելի հայրենակիցներ, առաջի արդյունքները, որ այս թաքուն բանակցությունների հետևանքում մենք ունենք, վերաբերվում են Եմենին։ Եմենի հետ, հութիների հետ այդտեղ բանակցություններ վարեց Միացյալ Նահանգները Օմանի միջոցով, հիշում եք, Օմանի միջոցով էր նաև բանակցություններ վարվում Իրանի հետ եւ հաշվի առնելով որ Իրանը եւ հութիները նույն խմբի մաս են, հութիների terroristական խմբավորումը աջակցված է Իրանի կողմից, ապա Օմանը այստեղ զբաղեցնում է միջնորդի դեր։ Եվ Օմանի միջոցով Միացյալ Նահանգները կարողացավ հասնել պայմանավորվածությանը հութիների հետ, որը Դոնալդ Թրամփը նկարագրեց ինչպես հութիները մեծ ճակերտներով խնդրել են, որ ել չհարվածենք իրենց եւ հանձնվել են։ Հետաքրքիր է, Դոնալդ Թրամփը սիրում է չափազանցնել, սիրում է էմոցիոնալ հայտարարություններ անել, բայց իրականությունը նրա մասին է խոսում, որ երկու կողմն էլ համարել են, որ պայմանավորվածությունները կարան լինել արդյունավետ։ Այո, ճիշտ է, որ հութիները նախաձեռնող կողմը կլինեն այս դեպքում, որովհետև Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածները, որը հութիների կողմից վերահսկվող Եմենի տարածքների վրա հասցվեց եւ որի մասին մենք ձեր հետ վերլուծություն արեցինք, այդ թվում ոչնչացվեց ամբողջությամբ Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանը իր ամբողջ ուրեմն հնարավորություններով ամբողջությամբ այդտեղ գտնվող տասնյակ ինչքանով գիտենք մենք օդանավով եւ այլն տերմինալը ոչնչացվեց։ Իհարկե դա լուրջ ազդեցություն ունի հութիների վրա, ինչպես նաև հարվածները, որոնք տեղի ունեցան նավահանգիստների ուղղությունով, շինարարության ուղված ուրեմն վայրերի ուղղությունով, ցեմենտի գործարան եւ այլն։ Հաշվի առնելով այդ ամենը, հութիները համարել են, որ կարան պայմանավորվել Միացյալ Նահանգների հետ եւ առաջարկել են Միացյալ Նահանգներին, որ Միացյալ Նահանգները չհարվածի էլ հութիներին, դրա փոխարեն հութիները չեն հարվածի Միացյալ Նահանգների նավերին Կարմիր ծովում եւ հենց այդ Բաբել Մանդեբի նեղուցում, բայց միևնույն ժամանակ հութիները չեն հարվածի միջազգային նավերին, որոնք այդտեղ անցնում են, որովհետեւ Միացյալ Նահանգների գլխավոր խնդիրը այն էր, որ այդտեղ անցնում է կարևորագույն առևտրային ուղի, որը կապում է Հնդկական օվկիանոսը եւ Միջերկրական ծովը իր հետ Սուեցի ջրանցքի միջոցով եւ Բաբել Մանդեբի նեղուցը, որտեղ որ Եմենի այդ հատվածը գտնվում է եւ հութիները վերահսկում են, առավել կարևորություն ունի։ Հաշվի առնելով դա Միացյալ Նահանգները կարելի ասել այստեղ առաջընթաց ունեն, բայց դա չի վերաբերվում հութիների եւ Իսրայելի միջև հարաբերություններին, դա վերաբերվում է միայն հենց Միացյալ Նահանգների հետ եւ միջազգային մասնակցության մասին։ Ուստի Իսրայելի եւ Եմենի միջև հարվածները շարունակվելու են եւ հութիները այդտեղ դրեցին հետաքրքիր է կոնկրետ մեկ հարց հիմա Իսրայելի արչեւ, որտեղ իրանք իրականում ուզում են, որ Իսրայելն էլ դադարի հարվածել, որտեղ առանց Միացյալ Նահանգների հարվածների Իսրայելը մեկ է կշարունակի հարվածել եւ մեծ բան չի փոխվում դրանով։ Ուստի հիմա իրանք դնում են կոնկրետ հարց, որը վերաբերվում է եթե Գազա մտնի հումանիտար օգնությունը, ապա Եմենի հութիները կդադարեն հարվածել Իսրայելին։ Դա վերաբերվում է նաև Միացյալ Նահանգներին, որովհետև մենք ունենք վերջի տվյալներ, որ Դոնալդ Թրամփը ցանկություն ունի մատակարարել Գազա հումանիտար օգնություն, այդ հարցը ինքը քննարկել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, Թուրքիայի նախագահի հետ, օրերս կայացած իր հետ հեռախոսազրույցում, որի նպատակն էր, որ Թուրքիան միջև վերջ ագրեսիվ չդառնա Իսրայելի հանդեպ Սիրիայում եւ ընդհանրապես զսպել Թուրքիային, այդ իսկ պատճառով
Միացյալ Նահանգները շատ դրական հայտարարություններ են անում Թուրքիայի ուղղությամբ եւ փորձում են Ռեջեփ Թայիպ Էրդողանին պահել իր կողմը։ Դա շատ հետաքրքիր եւ կարեւոր գործընթաց է։ Սա մի բանակցություններն է, երկրորդ բանակցությունների մասին տվյալներ կան, որ թաքուն բանակցություններ են տեղի ունենում Իսրայելի եւ Ահմեդ Ալ-Շարայի Սիրիայի նոր իշխանության միջև եւ այդ բանակցությունները տեղի են ունենում ըստ Միացյալ Արաբական Էմիրություններում եւ իրենց միջնորդությամբ եւ այդ բանակցությունները նպատակ ունեն ամրապնդել այն իրավիճակը եւ լուծել այն խնդիրները, որոնք կան հարավային Սիրիայում, որոնց մասին մենք ձեր հետ մանրամասն նաև խոսել ենք եւ դա վերաբերվում է դրուզների հարցին, ինչպես նաև Հոլանի բարձունքների, դեմիլիտարիզացված այդտեղ տարածքի եւ ընդհանրապես Սիրիայի նոր իշխանության հետ դիվանագիտական եւ ուրիշ կապերի մասին, որը մնում է խնդրահարույց հարց, որովհետեւ Թուրքիայի դերը այդտեղ շատ մեծ է։ Բացի դրանից, կարելի է ընդգծել, որ Ահմեդ Ալ-Շարան հիմա գտնվում է առաջին միջազգային այցով Ֆրանսիայում, հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ եւ առաջին միջազգային նկատի ունեմ ոչ Թուրքիա, այլ ուրիշ տեղ, որով Եվրոպա եւ այլն, որովհետեւ առաջի այցը իրականում Թուրքիա էր եւ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ էր հանդիպել, բայց դա կոչել միջազգային այց մի փոքր բարդ է, որովհետեւ իրականում Ահմեդ Ալ-Շարայի այսօրվա ռեժիմը հենց թուրքական ռեժիմ է կարելի ասել, իրանց վերահսկողության տակ է եւ բոլորը դա շատ լավ գիտեն, նույնիսկ Դոնալդ Տրամպը բացահայտ ասաց, որ տարիները եւ հազարամյակները եւ հարյուրամյակները Թուրքիան երազում էր Սիրիան գրավել եւ դա արեց։ Բացահայտ դրա մասին ասաց։ Հիմա հարցը նրանում է, որ այդ բանակցությունների զուգահեռ նաեւ ընթանում են կարևոր բանակցություններ Բաքվում, քաղաքում, Ադրբեջանում այսօր կսկսեն այդ բանակցությունները, կշարունակվեն։ Հիշում եք, որ մի քանի շաբաթ առաջ նաև կային այդպիսի բանակցություններ Թուրքիայի եւ Իսրայելի միջև Բաքվում եւ այդ ժամանակ հնարավոր չեղավ հասնել պայմանավորվածությունների, թե ինչպես են բաժանվելու Սիրիայում ազդեցության գոտիները եւ կարելի ասել, որ հիմա փորձ կարվի, որ այդ ուղղությամբ լինի շարունակություն եւ պայմանավորվածությունի հասնեն կողմերը, բայց ինչքանով սա տեղի կունենա մենք չգիտենք, որովհետեւ մի քանի բարդ իրար զուգահեռ գործընթաց է տեղի ունենում։ Կարամ ասեմ, որ Ահմեդ Ալ-Շարան իհարկե Ֆրանսիա այցով փորձում է այնպես անել, որ Սիրիան ել ավելի ժողովրդավար այսպիսի մոտեցում դիմադրի, որ իբրև դիմադրում է այս ուրեմն իսլամիստական մոտեցումներին, որոնք կան իր բանակի շարքերում եւ փորձում է ել ավելի ժողովրդավար եւ պետության նմանվի Ահմեդ Ալ-Շարայի այս ռեժիմը, այս համակարգը, որը ինքը հիմա բերել է Սիրիա, մյուս կողմից իհարկե սա միջազգային լեգիտիմության հարց է, Ֆրանսիան ցանկություն ունի, որ Սիրիայի հետ ամրապնդի հարաբերությունները, որ նվազեցնի ռիսկերը, իսկ Սիրիայի համար սա կեսական կարևորություն ունի, որովհետև Ֆրանսիան, ինչպես Եվրոպական միության առաջնորդներից մեկը, արդեն Մակրոնը ասաց, որ ամեն ինչ կանեն, որ պատժամիջոցները, որոնք Սիրիայի դեմ կան, հունիսից չեղարկվեն, ավելի ճիշտ հունիսից չշարունակվեն, որովհետև հունիսի ընթացքում արդեն նորից պետք է պատժամիջոցների հարցը դրվի օրակարգ եւ Եվրոմիությունը ունի հնարավորություն, այդ թվում Ֆրանսիան կարա իր դերը ունենա դրանում, որ չշարունակվեն պատժամիջոցները, Ահմեդ Ալ-Շարայի համար դա կարևոր ռազմավարական նպատակ է, որ պատժամիջոցները հանվեն Սիրիայից եւ Սիրիան վերադառնա ուրեմն միջազգային հարաբերությունների համակարգ եւ դա մնում է իր համար առաջնահերթություն։ Ընդհանուր առումով նաեւ Սիրիայի ուղղությունով կարամ ավելացնեմ, որ քրդերի ուղղությամբ մենք իսլամական պետություն տերորիստական խմբավորման հարձակումներ ենք տեսնում վերջի օրերի ընթացքում եւ հարցեր կան արդյոք այս խմբերի հարձակումները Թուրքիայի կողմից էլ աջակցված թե ոչ, ես համարում եմ, որ այո, բայց դրա կոնկրետ փաստեր, կոնկրետ այս հարձակումների մասին բերելը շատ բարդ կլինի, ընդհանուր առումով մենք գիտենք, որ իսլամական պետություն խմբավորումը երկար ժամանակ է աջակցվել է հենց Թուրքիայի կողմից։
Բացի դրանից դրուզների ուղղությամբ մենք տեսնում ենք, որ պայմանավորվածություններ են կնքվել դրուզների եւ Սիրիայի կենտրոնական իշխանության Ահմեդ Ալ-Շարայի միջև, ըստ որի դրուզները այդտեղ փաստորեն դե ֆակտո ավտոնոմ տարածք են պահպանելու, որտեղ որ ոստիկանությունը, դատական համակարգը, բանակը լինելու է դրուզների վերահսկողության տակ եւ դրա գլխավոր նպատակը եւ դրա գլխավոր ցանկությունը նաև գալիս է նրանից, ինչպես նաև հնարավորությունը, որ Իսրայելը այդտեղ է եւ շատ մոտ է եւ ասում է, որ պատրաստ է աջակցել դրուզներին, այդ թվում Իսրայելը հաստատեց, որ մատակարարել է ուրեմն զենք դրուզներին եւ ուղղաթիռով է սա արել Հոլանի բարձունքներից ուղղաթիռով մեկնել է մինչև Ալ-Սուվեյդայի շրջան, մենք խոսել ենք ձեր հետ, որ այդտեղ ցամաքային կապ չկա Հոլանի բարձունքների եւ Ալ-Սուվեյդայի միջև եւ Իսրայելը ստիպված է եղել հենց օդով մատակարարել զենք, բայց դա նաև պրեցեդենտային էր, Իսրայելը փաստորեն ասաց, որ պատրաստ է զենքի մատակարարումներ սկսի դրուզներին, եթե Իսրայելը տեսնի, որ Սիրիան, այսպես ասած, խնդիրներ է ստեղծում կամ ճնշում է գործադրում դրուզների դեմ, բայց դրուզները իհարկե նաև փորձում են բալանսավորել իրենց հարաբերությունները Սիրիայի կենտրոնական իշխանության հետ եւ դեռ մնում է անհասկանալի այդտեղ իրավիճակ։ Մենք նաև ունենք կարևոր տվյալներ դրա մասին, որ Իսրայելը 3 անգամ ավելացրել է իր զինված հնարավորությունները, զինված ուժերի քանակը եւ զենքը եւ ուրիշ ձևի լոգիստիկ հնարավորությունները Հոլանի բարձունքներում, ինչպես իսրայելական մասում, այսպես էլ բուֆերային եւ սիրիական մասում, որը հիմա արդեն գտնվում է նաեւ Իսրայելի վերահսկողության տակ։ Եվ սրա նպատակը, մենք կարծես սրա մասին ձեր հետ խոսել էինք, որ իրականում Իսրայելը պատրաստվում է ոչ միայն Ղազայում այս կարևոր օպերացիայի համար գործողության, որը պետք է սկսի եւ մենք դրա մասին խոսեցինք, գրավել ամբողջ Գազան, դա օրակարգում է, դեռ չի սկսվել, կսկսվի, մենք կսկսենք ձեր հետ ավելի մանրամասն քննարկել, դեռ զարգացում չկա, կամ միայն հրամանը Բենյամին Նետանյահուի, որը օրերս եղավ, որ գրավել ամբողջ Գազան։ Իսկ ինչ վերաբերվում է այստեղ Հոլանի բարձունքների, ապա առաջինը դա ապահովել Հոլանի բարձունքներից անվտանգությունը Իսրայելի, բայց բացի դրանից կարևոր հարց է մնում օրակարգում նաև, որ դրուզների համար աջակցություն մատակարարելու կամ աջակցություն տրամադրելու անհրաժեշտության դեպքում Իսրայելը փաստորեն պատրաստ է դրա համար, որովհետև 3 անգամ ավելացրել է, ինչպես արդեն ասացի, իր զինված ուժերի ներկայությունը Հոլանի բարձունքներում։ Այսպիսով կարելի ասել Իսրայելի, Սիրիայի այս եւ Թուրքիայի այս ճակատում գտնվող, ինչպես նաև հութիների Մերձավոր Արևելքում մի խոսքով ընթացող իրադարձությունները մենք ամփոփում ենք, այս պահին այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։